Կենտրոնի եթերը շարունակում է անցուդարձը, միասին ամփոփենք օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից։ Բարի երեկո։ Աջափնյակում տեղի ունեցած արյունալի դեպքերի պատճառը ըստ որոշ լրատվամիջոցների եղել է մասնակիցներից մեկի կնոջ ու մյուս կողմից տղամարդու միջև կապը։ Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի մասնակիցների ամբողջ շրջանակը։ Բժշկական կենտրոնից նշում են, որ վիրավորներից ոմանք վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են այլ բաժանմունքներ։ Մեկը դուրս է գրվել։ Արյունալի միջադեպին անդրադարձել է նաև առողջապահության նախարարը։ Պացիենտների վիճակը ծանր է, ունեցել են վիրահատական միջամտություններ, այսքանը։ Տիկին Ավանեսյան, ձեր գործընկերներին օրինակ այսօր հարց չուղեցիք, Հայաստանի Հանրապետությունում օրը ցերեկով 40-ից 50 երիտասարդներ զինված, բակում երեխաներ են եղել, մտահոգության տեղիք է տալիս, ըստ էության բոլորն ասում են իրավապահ մարմինները որևէ կանխարգելիչ, որ այդ լիազորություններն ունեն, որևէ կանխարգելիչ քայլ չեն անում, որպեսզի կարողանան նման դեպքերը բացառեն։ Արդեն եղանակատակ է, մարդիկ դրսում են, տաղավարներում են եղել պապիկներ, մարդիկ ահաբեկված տներից դուրս չէին գալիս։ Ես կարծում եմ, որ այո, բոլորիս համար էլ նման իրադարձությունը շատ մտահոգիչ է, բայց պետք է նաև փաստերը արձանագրենք։ Վերջերս մեր ներքին գործերի նախարարությունը հրապարակեց տարեկան տվյալները եւ մեր երկրում հանցավորության նվազում կա։ Այո, նման բացառիկ դեպք երբ որ լինում է, բոլորս էլ մտահոգվում ենք, իրավապահ մարմիններն էլ արձագանքում են եւ եթե չէին իրականացնում կանխարգելիչ գործողություններ, չեն կարող հանցավորության նվազման տվյալներ ունենանք։ Բայց ես նաեւ պիտի մշակույթի մասին խոսեմ, եւ սա մեր ընդհանուր հանրության աշխատանքն է, որ մենք պետք է մեր երեխաներին դաստիարակելիս մենք որպես հանրության անդամ քրեական ենթամշակույթը դարձնենք պարսավելի վարքագիծ։ Իսկ դրան նպաստելու հիմնական ձևերից մեկն էլ Ժորժ ջան, գիրք կարդալն է։ Բոլորիդ շնորհավորում եմ այսօր Թումանյանի ծննդյան առիթով։ Անձնական հարաբերություններին միջամտելու իրական հնարավորություն պետությունը չունի, Սրփուի Գալյանն այսպես է արձագանքել աջափնյակի կրակոցների դեպքին։ Երեկվա աջափնյակի կրակոցները հերթական անգամ հանրության կողմից դիտարկվեց որպես երկրում արդարադատության հետ կապված խնդիրների այսպես տիրույթում։ Դուք ընդհանուր գնահատական ինչպես կտաք այս միջադեպին, այս շատերը բնորոշում են որպես գնահատական կտան բարդ իրականացնող մարմին։ Ձեր տպավորությամբ ինչու նման դեպքերը շատացել են, որովհետև վիճակագրությամբ 25 թվականն ավելի շատ է, քան 24-ը։ Ներքին գործերի նախարարը իր ասուլիսի ընթացքում, եթե չեմ սխալվում, ներկայացրել է հանցավորության վիճակագրությունը մեր երկրում։ Խնդրում եմ բացեք նայեք ներկայացված թվերը եւ պատկերացում կկազմեք մեր երկրում հանցավորությունը աճում է թե նվազում։ Այսքանը։ Իսկ գնահատական երևույթին կտան իրավապահ մարմինները։ Իհարկե շատ վատ է, որ մեր երկրում նմանատիպ դեպքեր դեռ գրանցվում են, բայց ամեն դեպքում հանցավորությունը այնպիսի մի երևույթ է, որը հատուկ է բոլոր ժամանակներին, բոլոր երկրներին եւ բոլոր մարդկանց։ Այսինքն կարծում եք ամեն դեպքում ինչ որ բան հիմք չի եղել այս ամենը, այսինքն իշխանությունը արդյոք ճիշտ է աշխատում, թիրախները ճիշտ են տրված։ Ես կարդացի, որ անձնական հարաբերությունների հետ կապված վիճաբանության արդյունք է, իհարկե ավելի մանրամասն տեղեկությունների չեմ տիրապետում, բայց անձնական հարաբերությունների միջամտելու իրական հնարավորություն պետությունը եւ կառավարությունը չունի։ Ամեն դեպքում գործի քննությունը եւ ելքը պետք է իրականացվեն բարձր արդյունավետությամբ։ Ապրիլի 1-ից բոլոր նպաստներն ու թոշակները անկախինք են վճարվելու։ Թոշակառուները մինչև այդ պետք է բանկ ընտրեն։ Եթե դա մինչև մարտի 5-ը տեղի չունենա, մենք դա անելու ենք ավտոմատ եղանակով։ Այսինքն, քանի որ կլինեն քաղաքացիներ, որոնք որ եւ օբյեկտիվ եւ միգուցե նաեւ սուբյեկտիվ պատճառներով դա արած չեն լինի, մեզ անհրաժեշտ է լինելու նաեւ բավական ժամանակ, որպեսզի երբ որ այդ ընտրությունը կատարվի, մենք կարողանանք քարտերը առաքել տուն։ Վաշինգտոնը քննարկում է Իրանին հարվածելու ժամանակացույցը, նշվում է փետրվարի 21-ից 22 ամսաթիվը, սակայն Թրամփը դեռ վերջնական որոշում չունի։ Մերձավոր Արևելքում ԱՄՆ ուժերի արագ կուտակումը հնարավորություն է տալիս Թրամփին ռազմական գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ արդեն այս հանգստյան օրերին, հայտնում է The New York Times-ը։ Միջազգայնագետները ևս մտահոգիչ կանխատեսումներ են անում հարևան երկրի վերաբերյալ։ Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է.
Այս պահին Իրանի հարևանությամբ ամերիկյան ներկայությունը հասել է պատմական առավելագույնի։ Մեծ է հավանականությունը, որ Վաշինգտոնն առանց փոխզիջման եւ իր առաջքաշած պայմաններին չհամաձայնեցնելու դեպքում կսկսի բազմաշերտ ռազմական գործողություն Թեհրանի դեմ։ Ամերիկյան եւ միջազգային լրատվամիջոցները գրում են, որ Իսրայելի վարչապետ Նեթանյահուի ԱՄՆ վերջին այցից հետո Իրանի դեմ բազմակողմանի ռազմական գործողության որոշումն արդեն կայացված է։ Զուգահեռաբար տարածվում է մեծածավալ տեղեկատվություն տարածաշրջանում ամերիկյան տարաբնույթ ռազմական մանևրների մասին։ Ամերիկյան կողմի քաղաքական հռետորաբանությունն էլ համեմատաբար կոշտացել է։ Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը եւս համարում է, որ չափազանց մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին ԱՄՆ-ն կհարվածի Իրանին, բանակցությունները կարծես արդյունք չեն տալիս։ Տեսականորեն ամերիկյան բանակն արդեն վաղը կարող է ռազմական գործողություններ սկսել։ Հայաստանում արձանագրվել է չիկունգունյա տենդ հիվանդության դեպք։ Հիվանդը վարակվել է Սեյշելյան կղզիներում մոծակի խայթոցից։ Տվյալ պահին հիվանդի առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Հիվանդության գաղտնի շրջանը 2-ից 12 օր է, հիմնական ախտանշաններն են տենդ, սաստիկ հոդացավ, մկանացավ, մաշկային ցանավորում, թուլություն։ Վարակը փոխանցվում է մոծակի խայթոցով։ Վարակը մարդուց մարդուն չի փոխանցվում։ Երևանում պարեկ է վթարի ենթարկվել, վրաերթը տեղի է ունեցել Կոմիտասի Պողոտա Փափազյան փողոցի խաչմերուկում։ Տուժածին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Մոսկվայի մետրոյի Բիցևսկի պարկ կայարանում պայթյուն է որոտացել, մետրոպոլիտենի աշխատանքը ժամանակավոր խափանվել է, հանգամանքները ճշտվում են։ ԱՄՆ-ում բեռնատարը գերազանցելով արագությունը մխրճվել է տան մեջ, տուժածներ չկան։ Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սուկ Յոլը դատապարտվել է ՑՄ ազատազրկման, երկրում 2024 թվականին ռազմական դրություն հայտարարելու ձախողման և ապստամբություն ղեկավարելու համար։ Մարկ Ցուկերբերգը ժամանել է Լոս Անջելեսի դատարան երիտասարդ օգտատերերի հոգեկան առողջության վրա Ինստագրամի ազդեցության վերաբերյալ գործով իր առաջին հարցաքննության համար։ Միասին թերթենք մամուլի էջերը։ Հրապարակը գրում է, որքան մոտենում են ընտրությունները, այնքան մեծանում են ճնշումներն ընդդիմադիր շրջանակների և նրանց համակիրների նկատմամբ։ Բացառապես քրեական մեթոդներով իր քաղաքական հակառակորդների դեմ պայքարող իշխանությունները որոշ տեղեկություններով մտավախություններ ունեն, որ իշխանության մեջ գտնվողների մի մասն էլ է իրենց դեմ։ Մեր տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը մարզպետների միջոցով որոշել է համայնքապետերի վախը բռնել։ Նրանց նախազգուշացրել են, եթե համապետական ընտրություններին խաղեր տան ընդդիմադիր ուժերի համար չեն ներվի։ Անգամ չեն սպասելու, որ ընտրություններն ավարտվեն, կպատժեն։ Ոչ իշխանական համայնքապետերից մեկը մեզ ասաց, որ դա չի նշանակում, թե իրենք վախեցել են այդ զգուշացումներից։ Նախ անվտանգ աշխատելու բոլոր ձևերը գիտեն եւ չեն պատրաստվում դավաճան իշխանության օգտին աշխատել ու ամեն ինչ անելու են իշխանափոխության համար։ Նույն աղբյուրը գրում է. ԿՊ-ում նախընտրական ցուցակի համար ներկուսակցական ընտրություններից հետո բազմաբևեռ խոսակցությունների եւ դժգոհությունների պարարտ հող է ստեղծվել։ Բուրըն քննարկում են հատկապես արտգործնախարար Արարատ Միրզոյանի անսպասելի բարձր ձայները։ Նա իր գրանցած ցուցանիշով ԿՊ-ում 4-րդն է Փաշինյանից, Սուրեն Պապիկյանից եւ Գևորգ Պապոյանից հետո։ Միրզոյանը 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերվա հայտնի դեպքերից հետո, երբ դաժան ծեծի ենթարկվեց, կարծես կուսակցական ակտիվ գործունեությամբ չէր զբաղվում։ Իսկ վարչության վերջին ընտրություններին անգամ հայտ չներկայացրեց կուսակցության ղեկավար կազմում ընդգրկվելու համար։ Բացի այդ, ի պաշտոնը էլ չի ներգրավում իշխող ուժի ագրեսիվ քարոզչությանը։ Ուստի շատերի կարծիքով այս ինքնամեկուսացումը պետք է հետք թողներ Միրզոյանի եւ նրա վարկանիշի վրա, եւ շարքերը նրան պետք է իր տեղը ցույց տային։ Բայց տեղի ունեցավ հակառակը, ինչը կնշանակի, որ անգամ ԿՊ-ում են ընդունում ու գնահատում ոչ շատ ագրեսիվ ապակուսակցական պահվածքը։ Եթե Փաշինյանի ձայները կապված են մի շարք հանգամանքների, նախև առաջ վախի գործոնի հետ, Պապոյանի ու Պապիկյանի հարցում դեր են խաղացել ԿՊ մարզային կառույցների հետ ակտիվ կապերը, ապա շարքային ԿՊ-ականների հետ, կարելի է ասել, բացարձակապես կապ չունեցող Միրզոյանն իր ձայները ստացել է, թերևս այն պատճառով, որ չեզոք է եւ հավասարակշիռ, թեև կարծիք կա, որ նրա օգտին քվեարկել են հաշվի առնելով խաղաղության գործընթացում նրա դերակատարումը։
Հրապարակը գրում է. իշխանական շրջանակներում մեծ ցնծություն է առաջացրել այն լուրը, որ իշխանությունը այլևս չի կարողանում գաղտնալսել իրենց Telegram եւ Signal կապերով խոսակցությունները։ Նախկինում գիտեին, որ իշխանությունը հայտնի Pegasus գաղտնալսող ծրագիրն է ձեռք բերում, որպեսզի տեղադրի քաղաքական հակառակորդների, լրագրողների, հայտնի հանրային գործիչների հեռախոսների մեջ եւ լսի։ Pegasus ծրագիրը որպես կանոն տրամադրվում է տվյալ երկրի իշխանություններին պետության անվտանգության նկատառումներով օգտագործելու նպատակով։ Սակայն երբ ծրագիրը վաճառողները պարզել են, որ Հայաստանի իշխանությունն այն բացառապես քաղաքական նկատառումներով է կիրառել, դադարեցրել են այդ ծրագրի վաճառքը եւ ԿՊԱ-ականները մեծ հրճվանք են ապրել։ Հրապարակում նաև կարդում ենք. օրեր առաջ դադարեցվեցին ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները, քանի որ նրա նկատմամբ մեղադրական դատավճիռը մտավ ուժի մեջ։ Սա նշանակում է, որ բարձր դատարանում դատավորի թափուր տեղ կա։ ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու հերթն այժմ Հայաստանի նախագահինն է։ Տեղեկություններ կան, որ պետության թիվ 1 տուրիստն այդ պաշտոնում դիտարկում է իրավունքի Եվրոպա միավորում հասարակական կազմակերպության անդամ Տիգրան Եգորյանին, որի հետ ճանապարհ է անցել ՀԱԿ-ում եղած տարիներին։ Տիգրան Եգորյանն ու նրա կինը Լուսինե Հակոբյանը նաև այս իշխանությունների հետ սերտ կապեր ունեն։ Եգորյանը նաև Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ է, պարզ է, որ որոշումը կայացվելու է Փաշինյանի կաբինետում։ Գիրք նվիրելու օրը դատախազներին եւ քաղաքացիական ծառայողներին անակնկալ է արել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Աշխատանքային ժամից շուտ գլխավոր դատախազության եւ Երևանի դատախազության շենք եկած առաջին 45 աշխատակիցները գիրք են նվեր ստացել կից համաշխարհային մտածողների խոսքերով։ Վանաձորում ուժեղ քամին հսկա եղևնի է տապալել, ահա կադրերը։ Կալիֆորնիայի Թահո լճի շրջանում ձնահյուս է եղել, ինչի հետևանքով մահացել է 8 լեռնադահուկորդ։ Լեռնադահուկային տուրեր կազմակերպող կալիֆորնիական ընկերությունը հայտնել է, որ 11 լեռնադահուկորդներից եւ 4 ուղեկցողներից բաղկացած խումբը փետրվարի 15-ից բնակվել է Ֆրոգ լճի մոտակայքում։ Դեպքը տեղի է ունեցել, երբ խումբը ավարտել էր երրորդյա երթուղին եւ վերադառնում էր մեկնարկային կետ։ 6-ը փրկվել են, նրանցից 2-ը տեղափոխվել են հիվանդանոց, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Եվ եղանակ առաջկա օրերին կցրտի 7-ից 10 աստիճան։ Հանրապետությունում սպասվում է ձյուն եւ անձրև, որոշ հատվածներում բուք։ Հետևեք անցուդարձին ամեն երեկո, կհանդիպենք վաղը նույն ժամին։